Դուք ունեք ձեզ մոտ հեռախոս, ուրեմն այն գիտի, որտեղ եք դուք, որտեղ եք ճաշել, ում հետ հանդիպել եւ ինչի մասին զրուցել։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե որքան շատ բան գիտեն մեր մասին մեր հեռախոսները։ Եվ ինչպես է պատահում, որ մենք զրուցում ենք մեր ընկերոջ հետ օրինակ Իսպանիա գնալու երազանքի մասին, եւ քիչ անց մտնելով համացանց տեսնում ենք գովազդներ, իսպանական ծովափների, հյուրանոցների մասին։ Այսօր խոսենք այն մասին, թե ինչպես են գաղտնալսվում հեռախոսները եւ տարբերակենք լրտեսությունը վերահսկողությունից։ Իրականում գաղտնալսում ասածը շատ վերացական հասկացություն է։ Օրենսդրության տեսանկյունից, եթե վերահսկողությունը իրականացվում է պետական մարմինների կողմից, այն կոչվում է թվային, մասնավորապես հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն։ Իսկ այն, ինչ մենք հաճախ տեսնում ենք, դա լրտեսություն է, որն ի դեպ քրեորեն պատժելի արարք է։ Ինչ է տեղի ունենում։ Հաճախ մենք զգում ենք, որ մեզ լսում են։ Ինչպես է դա դրսևորվում։ Հեռախոսն անջատված է, սակայն միանում եւ լույս է վառվում։ Կանաչ ինչ-որ լույս է թարթում։ Մեր բացված application-ները իրենցով փակվում են, տաքանում է հեռախոսը, ձայնային աղմուկ է լսվում եւ այլն։ Ինչ է սա իրենից ենթադրում։ Հաճախ դրանք լրտեսական ծրագրեր են, որոնք տեղադրվում են ինչ-որ գործընկերների, ոչ գործընկերների, մրցակիցների, թշնամի պետությունների եւ այլնոց կողմից։ Դրանցից ամենահայտնին երևի թե Pegasus ծրագիրն է, որը բավականաչափ թանկ ծրագիր է եւ այնպես չի, որ բոլորին դրանով վերահսկում են։ Ինչ է հնարավոր անել ապահովագրելու ձեզ նման ծրագրերից։ Որպես կանոն սրանք այնպիսի ծրագրեր են, որոնք կարող է դուրս թռնեն ձեր հեռախոսից, եթե դուք այն ամբողջությամբ անջատեք։ Ոչ ոք չի ծախսելու նորից այնքան ժամանակ, որպեսզի նորից մուտք գործի ձեր հեռախոս, տեղադրի այն։ Սակայն հիմնականում ինչ է տեղի ունենում, երբ մեզ վերահսկում է պետությունը։ Եվ ինչի համար է դա հարկավոր։ Մեկնաբանությունների բաժնում կարող է կիսվել ձեր փորձառությամբ։ Արդյոք ունեցել եք իրավիճակ, երբ զգացել եք, որ ձեզ վերահսկում, լսում են եւ ինչպես է դա դրսեւորվել։ Հետաքրքիր կլինի քննարկել ձեր մասնավոր դեպքերը։ Եվ այսպես։ Ձեր հեռախոսի վերահսկումը հնարավոր է իրականացնել միայն դատարանի որոշմամբ։ Սա ընդհանուր կանոնն է։ Սակայն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենսդրության համաձայն, երբ այն մարմինները, որոնք ունեն իրավասություն իրականացնելու հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն, կասկած ունեն եւ անհրաժեշտ է հրատապ միջամտություն իրականացնել, որը դրսեւորվում է պետական, ռազմական կամ բնապահպանական վտանգի առաջացմամբ, կարող են առանց դատարանի թույլտվությամբ սկսել իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն։ Սակայն այդ վերահսկողությունը սկսելուց ոչ ավելի ուշ, քան 24 ժամվա ընթացքում նրանք պետք է դիմեն դատարան, որպեսզի ստանան թույլտվություն։ Եվ 48 ժամվա ընթացքում պետք է այդ որոշումը թույլ տալու կամ թույլ չտալու մասին ներկայացնեն ԱԱԾ համապատասխան գերատեսչություն։ Եվ այսպես, ով կարող է իրականացնել ձեր հեռախոսազանգերի վերահսկողություն։ Ոստիկանությունը, արտաքին հետախուզության ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեն։ Սակայն այս մարմինները չեն կարող իրենք ինքնուրույն իրականացնել այդ վերահսկողությունը։ Վերջիններս պետք է դիմեն ԱԱԾ կազմում գտնվող օպերատիվ հետախուզական գլխավոր վարչություն, որը ունի համապատասխան տեխնիկա իրականացնելու այս վերահսկողությունը։ Այստեղ կարևոր է հիշել մի կարևոր հանգամանք։ Ինչպես է իրականացվում այս վերահսկողությունը։ Ցանկացած կապի պրովայդեր, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում, օրենսդրության համաձայն պարտավոր է ապահովել տեխնիկական հագեցվածություն SORM համակարգի միջոցով։ Ինչը այն իրենից ներկայացնում։ Վերջինս օպերատիվ հետախուզական գործողությունների համակարգ է, որն իրենից ենթադրում է, որ տեղակայվելու են այնպիսի սարքեր, որոնք անխոչնդոտ, անխափան եւ առանց որևէ միջնորդավորման հասանելություն կտան պետական
պատշաճ մարմիններին ստանալու բոլոր տեսակի տեղեկատվություններ, եթե անհրաժեշտություն կա իրականացնելու վերահսկողություն։ Այսինքն պատկերացնենք իրավիճակ, որ ոստիկանությունը որոշում է կայացրել, որ պետք է իրականացնի այսինչ անձի հեռախոսային խոսակցությունների վերահսկողություն։ Նա այդ որոշումը ներկայացնում է ԱԱԾ համապատասխան գլխավոր վարչություն, որը արդեն իսկ առանց տվյալ պրովայդերի հետ որևէ կապի հաստատման այդ SORM համակարգի միջոցով հասանելիություն է ստանում ամբողջ ինտերնետ հեռախոսային այդ սթրիմինգին կապին եւ կարողանում է վերահսկողություն իրականացնել։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է ստացված որոշումները լեգալիզացնել, ինչը ինչպես արդեն իսկ ասացի, պետք է լինի դատարանի որոշմամբ։ Պատկերացրեցինք, չէ, կան իրավիճակներ, երբ օրինակ ոստիկանությունը անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու շրջանակներում առանց դատարանի որոշման սկսում է վերահսկել ձեր հեռախոսային զրույցները, սակայն 24 ժամվա ընթացքում պարտավորված է դիմել դատարան։ Ինչ է տեղի ունենում, եթե դատարանը արգելում է եւ գտնում է բացառված են այն հիմքերը, որոնք պետք է լինեին, որպեսզի իրականացվի հեռախոսային վերահսկողություն։ Այդ պարագայում վերահսկողությունը այդ փայից սկսված դադարեցվում է, իսկ հավաքագրված տեղեկությունները պարտավոր են ոչնչացնել։ SORM համակարգը իրենից ներկայացնում է արհեստական բանականության միջոցով աշխատող համակարգ։ Այսինքն այն վեր է լուծում ոչ միայն ձեր հաղորդագրությունները, ձեր հեռախոսազանգերը, այլ նաև կարող է հավաքագրել ձեր կողմից օգտագործված բառերը, ձեր օգտագործած տերմինաբանությունը, այն խոսելու ոճը, որը որ դուք օգտագործում եք, եւ հետագայում արհեստական բանականության հավաքագրած տեղեկությունները ավելի մանրամասն դիտարկելու համար կարող է փոխանցվել աշխատանքի համար արդեն կոնկրետ մասնագետներին։ Բոլոր դեպքերում, եթե կա ձեզ գաղտնալսելու մասին տեսանյութ, եթե կա ձայնագրություն, այնպես չի, որ այն միշտ կարող է օգտագործվել ձեր դեմ։ Այստեղ կարևոր նրբություն կա եւ շատ մեծ դեր ունեն փաստաբանները, որովհետեւ ցանկացած նյութ չէ, որ կարող է օգտագործվել քրեական գործի շրջանակներում, քանի որ այն պետք է լինի թույլատրելի եւ վերաբերելի։ Տեսեք, օրինակ, հոմը, այսինքն հետախուզական օպերատիվ միջոցները կարող են կիրառվել 2 ամիս ժամկետով։ Այսինքն դատարանի որոշումը ձեր հեռախոսը լսելու մասին չի կարող գերազանցել 2 ամիսը։ Եվ եթե ձեր փաստաբանը ապացուցի, որ այդ ժամկետի լրանալուց հետո ձեռք բերված ձայնագրություն է դրված ձեր դեմ հարուցված քրեական գործի մեջ, փաստաբանը կարող է միջնորդել, որ այդ ապացույցը չօգտագործվի, քանի որ այն ձեռք է բերվել ժամկետի խախտմամբ։ Կամ, տեսեք, դատարանը իր որոշման մեջ նախատեսում է, թե որ հեռախոսահամարներն են ենթակա գաղտնալսման, որ բառերը, որ բառապաշարի տերմինաբանությունը կամ հարակից բառերը։ Ենթադրենք, դատարանը որոշել է, որ տվյալ անձի պետք է գաղտնալսեն փողերի լվացման գործի շրջանակներում։ Բայց գաղտնալսման ընթացքում պարզվել է բացարձակապես այլ հանցագործություն։ Այս պարագայում եւս փաստաբանը անելիք ունի եւ կարող է վիճարկել, որ տվյալ գործի շրջանակներում վերջինիս գաղտնալսելու իրավունք չուներ իրավապահ մարմինը։ Հետևաբար, եթե այդ գաղտնալսված նյութը չի վերաբերվում փողերի լվացմանը, ապա այդ ապացույցը նաեւ վերաբերելի չէ։ Մի հետաքրքիր հանգամանք, որը կարծում եմ շատ քչերը գիտեն։ Մեր օրենսդրության համաձայն, եթե դուք արդարացվել եք օրինակ փողերի լվացման գործով եւ այդ գործով եղել է գաղտնալսում, գործի ավարտից հետո դուք կարող եք դիմել իրավապահ մարմիններին եւ պահանջել, որպեսզի ձեզ տրամադրվի այն նյութերը, որոնք հավաքագրվել են ձեզ վերահսկելու արդյունքում։ Բնականաբար պաշտոնատար անձին իրավունք ունեն չտալու այն նյութերը, որոնք կարող են պարունակել պետական գաղտնիք, սակայն գործի ավարտից հետո 4 ամիսների ընթացքում, եթե դուք նման պահանջ չեք ներկայացնում, 10 օրերի ընթացքում տվյալները պետք է ոչնչացվեն։ Հետաքրքիր է նաև իմանալ, որ անջատված հեռախոսը դեռևս երաշխիք չէ, որ ձեզ չեն գաղտնալսում, որովհետև հեռախոսներն անգամ անջատված վիճակում կպնում են հեռախոսային կայաններին։ Դրա համար է, որ անգամ ձեր անջատված հեռախոսը ունենալով ինչ-որ միտեղ մոռացված, դուք կարող եք գեոլոկացիայով գտնել նրա գտնվելու վայրը։ Սակայն անջատված հեռախոսը
Եվս լուծում չէ։ 2017 թվականին Wikileaks-ի հրապարակած շուրջ 8700 փաստաթղթերում հայտնի դարձավ, որ ամերիկյան հետախուզական մարմինները ՑՌ-ու հայտնի գործակալությունը կոտրել էր ամբողջ աշխարհով մեկ հեռախոսների բարձրախոսները, կամերաները եւ Samsung հեռուստացույցերի էկրանների վրա գտնվող աչքերը։ Հետևաբար, ինչի մասին է խոսքը։ Եթե ձեր հեռախոսի, բարձրախոսը եւ կամերան կարող են դառնալ լրտեսական գործիքներ, ապա անկախ նրանից իրենք միացված են ցանցերին, թե ոչ, հավաքագրում են ձեր մասին տվյալները։ Այսպիսով, ինչպես կարելի է ապահովագրվել եւ չգաղտնալսվել։ Տվյալ իրավիճակում ինչպես ներկայացրեցի, եթե դրանք լրտեսական ծրագրերի մասին է խոսքը, ապա պետք է ուշադիր լինել եւ հնարավորինս զերծ մնալ որևէ ծրագրերի ներբեռնումից, որոնք կասկածելի կարող են թվալ ձեզ եւ հաճախակի անջատել ամբողջությամբ եւ միացնել ձեր հեռախոսները։ Իսկ եթե խոսում ենք այն մասին, որ պետության վերահսկողության դաշտից դուրս մնալ, ապա այս պարագայում որևէ տարբերակ չկա պետության տեսադաշտից դուրս մնալու։ Բնականաբար հեռախոսային խոսակցությունների վերահսկողությունը պետք է լինի մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի համատեքստում։ Սակայն կան պետություններ, երկրներ, որտեղ այս իրավունքը ընդհանրապես ոտնահարվում է։ Օրինակ կան պետություններ, որտեղ մշակված ծրագրերը ոչ միայն ցենզուրա են մտցնում մարդկանց գրագրության մեջ, այլ նաև վերահսկում են եւ էկրանը, եւ բարբերաբար սկրինշոթեր են ուղարկում, թե մարդը ինչ է նայում, ինչ է կարդում, եւ այստեղ պետություններն իրականացնում են բացարձակ վերահսկողություն։ Իմացեք ձեր իրավունքները, ինչը կօգնի ձեզ լինել առավել պաշտպանված։